Բարև ձեզ, եթերում հրապարակային շաբաթն է։ Շաբաթվա իրադարձությունների մասին եւ առհասարակ երկրում կատարվող ամեն ինչի մասին այսօր խոսելու ենք նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ։ Պարոն Բագրատյան, կարող ենք սկսել մեր զրույցը Վաշինգտոնում տեղի ունեցող խաղաղության խորհրդի նիստից, կարող ենք խոսել Իրանում ծավալվող իրադարձություններից, կարող ենք անդրադառնալ ռուս-ուկրաինական պատերազմին, այդ բոլոր իհարկե արտաքին թեմաներ այսօր շատ հետաքրքիր են եւ անմիջականորեն անդրադառնում են Հայաստանի կյանքի եւ ընթացքի վրա։ Բայց ես ուզում եմ մենք ավելի շատ կենտրոնանանք ներքաղաքական մեր կյանքի վրա, որովհետեւ դա մեզ ավելի մեր մաշկին մոտ է եւ մենք ավելի դրանից անհանգիստ ենք։ Մի քանի ամիս հետո մենք մտնելու ենք նախընտրական փուլ, կարևոր ընտրություններ են լինելու, բոլորս անհանգիստ ենք, տագնապած ենք։ Մի մասը երազում է վերընտրվել, մյուս մասը երազում է, որ չվերընտրվեն, հեռանան իշխանությունից գործող իշխանությունները եւ կարծես թե կրքերը բավականին թեժացած են երկրում, հակամարտություն կա, ճամբարների բաժանում, պառակտում, տհաճ մի քիչ էլ բան մթնոլորտ, հա, թունոտ մթնոլորտ, այսպես ասած։ Արդեն կարծես թե ուրվագծվում են այն քաղաքական միավորները, որոնք մասնակցելու են առաջիկա ընտրություններին եւ տարբեր կարծիքներ կա։ Ես կարող եմ իհարկե երկար խոսել, ներկայացնել թե դաշտում ինչ է կատարում, բայց ուզում եմ ավելի շատ դուք խոսեք այդ մասին, թե ինչ քաղաքական միավորներ են ձևավորվում, ինչպես գնալ ընտրության, որպեսզի կարողանալ հաղթել քաղաքապայմանագրին, ճիշտ է արդյոք պահում ընդդիմությունը իրեն, իր մարտավարությունը ինչպիսին է եւ քաղաքապայմանագիր գործող իշխանությունն էլ ինչ մեթոդներ է կիրառում, որպեսզի կանխի իշխանափոխությունը։ Խնդրեմ։ Դուք անկեղծ եք հարցնում։ Այո, միանգամայն անկեղծ եւ ուզում եմ մենք անկեղծ լինենք այսօր մեզ լսողների հետ։ Քաղաքապայմանագիրը այս կուսակ ընտրություններին մոտենում է համենայն բայց 9 տարվա իշխանավարման մեջ ամենաթույլ դիրքերն ունի։ Պետք է ասել, որ նրանք իրենց խորտակի չարված հասցրեցին, երբ որ դուրս եկան եկեղեցու դեմ։ Հասկանում եք։ Անհիմն։ Որն էր դեր տապաճառը։ Այո, առեղծված է։ Ինչի՞ է դուրս եկել։ Ինչի՞ պիտի, ասենք, կաթոլիկոսը գնա եւ կաթոլիկոսը բարեբախտաբար բոլորս կոչ արեցինք եւ 2-3 անգամ մենակ մենք մի 2 ավտոբուսով գնացինք այնտեղ օգնելու։ Դուք գիտեք, որ ես ինքս եկեղեցու նկատմամբ ունեմ վերապահում, հա, այդ իմ բաները չեն փոխվել։ Բայց ես մնում եմ կամ եւ մնում եմ հայ առաքելական եկեղեցու հետ։ Ուրիշ բան, որ եթե թերություն կա, բան կա, արտահայտվում ենք։ Բայց կառավարությունը փոխի եկեղեցուն եւ այլն, դա բան է, կարմիրքից էր անցել։ Մյուսը ոչ մի խաղաղություն չկա արտաքին։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը երկիրը հանել է անվտանգության մի համակարգից, որը կոչվում էր ՀԱՊԿ, որը իրենց ասելով չէր արդարացնում իրենց, բայց իրենք չկարողացան երկիրը մեկ այլ անվտանգության համակարգ մտցնել։ Ակնհայտ է, որ եթե 5-6 տարի առաջ երբ որ ասում են պիտի հելնենք ՀԱՊԿ-ից, դեռևս 22 թվականի սեպտեմբերին, ես ասում եմ ՀԱՊԿ-ից հետո հելնելուց հետո ձեզ մնում է միանալ թուրքական անվտանգության համակարգին։ ՆԱՏՕ-ն ձեզ չի ընդունի, Եվրոպան չի ընդունի եւ այլն։ Ինչու պիտի պրոբլեմային երկիրը, որը շատ պրոբլեմ ունի, ՆԱՏՕ-ն ընդունի։ Խնդրեմ, հիմա Ուկրաինային ընդունում է։ Սա երկրորդ սխալն է, որ չնար է։ Երրորդ, ժողովուրդը ապրում է ավելի վատ։ Չնչին, տեսեք, ինչ է հաջողվել, ընդհանուր ցուցանիշը վերցնենք։ Հավատում ենք իրանց թվերին, որոնք այն մի հատ մարդ կա, չէ՞, դե 30 տարի աշխատում է, եգիպտական մումիաների օրոքից Ստեփան վիճակագրության վարչության պետը։ Ստեփանիչյան էր։ Մնացականյան։ Մնացակայանը աշխատում է, հա։ Եգիպտական փարավոնների բանն է։ Որտեղ ձեռնտու է, թիվ նկարելով շնորհք ունի մարդը։ Շնորհք կարողանում է վարպետորեն նկարել, 1-2 մարդ կա, որ բռնում են իր թվերը, հա։ Անկամ իր թվերով աղքատությունը 8 տարի աշխատելուց հետո 23%-ից 23.7%-ից դառել է 21.7%։ Աղքատության մեթոդաբանությունն է փոխել։ Այո։ Այս նույն ընթացքում աղքատությունը Վրաստանում 11%, Ադրբեջանում 6%։ Խոսալու տեղ ունեք, Ռուսաստանում 9%։ Իրանում 4%, որովհետև Իրանը ճիշտ է, լավ չի ապրում, բայց այնպես արված, որ բոլորին հաց կա, էներգիա կա, արտակարգ բժշկություն կա, իդեպ ասում ձեզ։
Լավագույն վիրահատություններն են անում սրտի։ Քաղցկեղի դեմ շատ էֆեկտիվ պայքարի մեթոդներ ունեն։ Բայց նրանք էլ ասում են միջին աշխատավարձը այսքան աճել, չգիտեմ, եկամուտներն այսքան են աճել, այդ ինչի հիմա վրա Քանի են անգամ ես ասել եմ դուք տպել եք։ Խնդրեմ, թոշակը 40700 դրամից 17 թվին ա եղել, 25 թվին միջին թոշակը եղել է 50900 դրամ, եթե հաշվենք այդ փողի իբր թե հետ են տալի, բայց դա հաշվելու, դա ճիշտ չէ, էլի դենց հաշվենք 56000 դրամ։ 40 տարի 56, 40 տարի 56, որը նշանակում է, որ եթե 40 դարը 56, ապա դա քանի տոկոս աճանում։ 32, 33% աճանում, 35%։ Այդ ընթացքում 8 տարվա գնաճը կազմել է 39%։ Միջին աշխատավարձը երկրում ուրեմն դարել է 175,000-ից դարել է 300,000։ Այստեղ շատ է, բանը մի քիչ ավելի աճ է, քան թե 35% գնաճը։ Բայց դա ինչի հաշվին է։ Հա։ Բայց այդտեղ մի հատ խնդրեմ կա։ Այդ որ իրանք պրեմիաներ են ստանում 40, 30, 50 միլիոն դրամով, այդ իրանք գումարում են, բաժանում են ամբողջ բնակչության թվի վրա։ Այո։ Երրորդը գյուղացիները։ Ես հիմնական շահառուներն եմ թվարկում, հա, 500,000 թոշակառու, 600,000 աշխատող բիզնեսում եւ մոտ ասում են սովորաբար 250-300,000 մարդ, որ գյուղում աշխատում, դա մի քիչ չափելի չի։ Նո որոշներն ասում են 250,000 նվազագույնը, դրանից պակաս տիպ չեն ասում։ Մյուսներն էլ օրինակ ես գտնում եմ, որ դրանք 300,000 մարդ են։ Այդտեղ եկամուտները պակասել են 12%-ով։ Հիմա թոշակառուներ, գյուղացիներ, ընդհանուր իրար հետ 850,000 մարդ են, 800,000 մարդ են, սրանց աշխատավարձները, եկամուտները պակասել են, եւ կա ժողովրդական տեսությունում բանը 270,000 մարդ աշխատում է կառավարության համար, այստեղ չգիտենք ավելացել են թե պակասել են, թիվը հայտնի է, բայց այդ թվի մեջ մտցնում են պարգևավճարները, հասկանում եք։ Հետո գիտեք պարգևավճարներն էլ ոնց են բաշխում։ 80% պարգևավճարների ստանում է 20% աշխատողների ղեկավար կազմը։ Մեր պարգևավճարները հիշեցնում են հայտնի ասացվածքը՝ միջին ջերմաստիճանը հիվանդանոցում իջել է 0.1%-ով եւ գլխավոր բժիշկը զեկուցում է լավ է։ Ասում են ոնց եք աշխատում, հիվանդանոցը ոնց է վիճակը վերջի ամիս, ասում է, այս վերջի մեկ ամսում միջին ջերմաստիճանը 0.1% իջել է։ Այդ միջին ջերմ։ Իրանց ասելով լավ են ապրել, մոտավորապես ուրեմն 270,000 եւ մնում ատակը 550,000 բիզնեսում մասնավոր աշխատողներ, որոնք ոչ միայն եկամուտները ֆիքսված չի, բայց դրանք երևի դրանց կենսամակարդակը 8 տարում ավելացել է 25%, 30%։ Ընդհանուր իտոգը 0 է։ 0 է, որովհետև աղքատությունը ընդհանրապես պակասել է, հավատանք բանի թվերին 4%-ով, 4-5%-ով, այսինքն եթե 23.7-ը դառնա 21.7, նշանակում աղքատությունը պակասել է 4-5%։ Հա, հիմա իրանք եկել են, հիմա գրանք հետ։ Իրանք եկել են, ասում են աղքատությունը, էս էր քո արածը Փաշյան։ Բա պետական պարտքը Սերժ Սարգսյանի ժամանակ 10 տարում, պարտքից էլ կխոսանք։ Էդ էլ կա։ Սերժ Սարգսյանի ժամանակ 33-ից իջել է 23.7, 24, 9%։ Ռոբերտ Քոչարյանի օրոք 14%։ Այն առաջի իշխանության օրոք, երբ որ Սովետը քայքայվեց, փլվեց 90%-ից եկանք մեր աշխատելու ընթացքում, ես հանձնել եմ այդ աղքատությունը 50%-ի, կեսը վերացրել ենք։ Հիմա այստեղ խոսում է նաև ձեր ասածը 8 միլիարդ ինչի համար է ստացել։ Հաշվում ենք, լավ, հաշվեցինք, որ աղքատությունը 2% պակասել է, բայց սպասի, 2 անգամ պետական պարտն ավելացել ավելի քան 2 անգամ։ Ստացվում է ոչ մի աղքատություն չի պակասել։ Ինչ գնով։ Այսինքն դու ինձ իմ աշխատավարձս մի քիչ բարձրացրել, ես վերցնում եմ այն մարդուն, որի մոտ մի քիչ բարելավում եղել է։ Ես ինչպես ասացի, 4 շահառու սոցիալական խմբերից մեկի մոտ է մի քիչ բարելավում եղել։ Դա էլ շատ վիճելի է, էլի, դա էլ ոնց է բաշխված կխոսենք։ Տարբեր ճյուղերում միջին աշխատավարձման շատ հետաքրքիր թեմա է։ Այս մեկը բարձրացել է, բայց այս բոլոր 4-ի մոտ էլ կրկնապատվել է պետական պարտքը։ $12,000 այսօր որ երեխա է ծնվում, երեխա բերելուց առաջ պիտի մտածեք, որ այդ երեխան, որը վաղը պիտի ծնվի, արդեն $12,000 շաղակի պարտքը վրենա ծնվում։ Վրենա ծնվում։ Մենք այս վիճակում չենք եղել։
Բայց ինչ են արել այդ պարտքը, պարոն Բագրատյան։ Հիմա Ինքը կանգնում ասում է զենք եմ առել։ Զենք առնելուց չէր երևալու, որ դա պարտքով Ոչ մի առնես։ զենքեր չարել, դա զենքեր առել տարած խեր տալիս։ Այդ մի կողմից։ Հա, այդ Մյուս մի կողմից էլ այդ վարկային Չէ, ծրագրերը հետո- բոլորը հաստատվում են, գիտենք ինչի համար են գալիս։ Այո, սուտ ասում։ Իհարկե Սուտ սուտ ասում։ Դա այդ սուտն էլ շատ հետաքրքիր է։ Վեր կանալ սուտ ասել։ Վերջերս առիթ եղավ իշխանության ներկայացուցիչ մեկը այնց քիչ թե շատ adekvat, այնպես չէ որ բոլորն adekvat են 100%, անadekvat են մեկը։ Այդտենց ասում է, ախպեր, որ դուք ասում եք զենք եք առել։ Ինքն է ինձ հարցնում։ Գիտես խի ասում, ասում է, ինչի ասում։ Ասում եմ, ով պիտի իրան դեմ խոս, ասենք ես դեմ եմ խոսում։ Լավ, ինձ էլ լսում են 100,000, 200,000 ճիշտ է, մի անգամ Պետրոսի մոտ հրավիրեցին ավելի քան 130,000 դիտում կա, հələ գիտեք Պետրոսը իր հարցերով, բաներով, հատուկ ձև վերաբերմունքներ ունի, դիմադի եւ ընդդիմադի անամենայնիվ։ Հացավ տան, սաղուր ասում եմ, դուք եք ասում։ Ձեր ամբողջ հաշվարկը, ձեր ղեկավարի հաշվարկը կոնկրետ Նիկոլ Փաշյանի հաշվարկն է, որ մեկը մի 600-700,000 մարդ որևէ ձևով իրան հասանելի չի լինի Բագրատյանի բացատրությունը։ Սա կամ էլ մեկ ուրիշ որևէ ռացիոնալ մեկի Սուտը բացատրություն։ տեղը հասնում ճշմարտությունը ոչ, հերքումը ոչ։ Այստեղ էլ մի հատ բան ասեմ շատ հետաքրքիր է։ Վերջի սոցիոլոգիական ապրոցը ցույց տալիս, որ մենք դեզինֆորմացիա հասարակություն ենք։ Հարցրել են մարդկանց, մարդիկ ավելի շատ զգալիորեն ավելի շատ 70%-ը հակված է հավատալու դեզինֆորմացիային, միայն 30%-ն է հակված հավատալու ինֆորմացիային։ Ամբողջ հաշվարկը դրա վրա է։ Այո։ Քայքայեցին բոլոր տեսակի բաները։ Հիմա սա Եկեք ընդդիմություն է, վերադառնանք- որ ես բացատրում Այո։ եմ։ Պիտի տեղ հասցնի։ Անում է, բան չունեմ ասելու։ Բայց պետքա լավ հասցնի։ Եկեք երկու մասի բաժանենք, հա, այս թեման։ Ընդդիմությունը ինչ բլոկներով, ինչ միավորներով պիտի գնա ընտրության եւ ինչպիսի քարոզչություն պիտի անի։ Բարի։ Ընտրողին ճիշտ է, այսօր մեր վերջի հարցումները մի լիքը հարցումներ կան հիմա արդեն։ Բախտաբար մոնոպոլիան վերացվեց։ Առաջ մեկը կար անդադ հանդես էր գալիս թե հարցում անում։ Լիքը հարցումներ կան եւ սոցիոլոգները հանկարծ իսկ սոցիոլոգները մենք շատ չունենք, Համալսարանի այդ բաժինն է տարեկան ընդունում 10-12 հոգի, ամեն տարի երևի ամեն տարի չել ընդունում, ինչքան ես հիշում եմ։ Այնուհետև նրանք լավ զբաղված են, ծանրաբեռնված են։ Ես ստանում այս պատկերը նրանք ովքեր պատրաստվում են գնալ ընտրության 65%-ը չի ուզում ձայն տա քաղաքացիական պայմանագրին եւ նրա դաշնակից կուսակցություններին 65% ուզում է ձայն տալ ընդդիմությանը եւ այստեղ հարց է մնում հիմնական հարցը որ այս ընտրությունը ընտրքում ընդդիմությունը պիտի լուծի ընդդիմությունը պիտի ցույց տա ժողովրդի որն է որ մեկն է ընդդիմություն Այո Այս տեսակետից որ մեկնանդիմություն եւ արդյոք իրեն գան ընդունակ են լինելու փոխել երկրի ընթացքը։ Այո, եւ այս տեսակետից ասենք կա մի ձև բոլորը, որոնք մասնակցելու են իբրև ընդդիմություն այդ process-ներին, ընտրություններին, պիտի ասեն, որ իրենք պայքարում են քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ Նիկոլ Փաշյանի դեմ, որպեսզի թույլ չտան, որ նա վերարտադրվի։ Նման կարգի հայտարարությունները առայժմ երկու ուժ արել, հստակ։ Դա բաննա ուժեղ Հայաստան մեր ձևով նարը եւ Հայաստանը երկրորդ նախագահի գլխավոր շարժումը։ Հնարավոր տեխնացուներ կան, որ այդպեսի լինի, կարող է դա լինել, կարող է լինել, դեռ չի արել։ Ծառուկյան Գագիկը կամ ես չգիտեմ ուրիշ ով է հանդես գալու Արման Թաթոյան կամ նույնիսկ Հակը, որ ուզում է հանդես գալ, հնարավոր է, հասկանում եք։ Սա իհարկե այնքան էլ լավ չի, որովհետեւ լավ կլիներ այդ ընդդիմություն միավորը, բայց ինչքան ես հասկացա, միավորում աննային է արդեն դառնում։ Շատ ամբիցիաներ կան, ոմանք կարծում են, որ իրանք վաղուց մարտիկներ են, իրանք իրավունք չունեն։ Կան ուժեր, որոնք պատրաստ են ասել հանուն ընդդիմության հաղթանակի, հանուն իշխանափոխության, նույնիսկ եկեք ես նույնիսկ եղբայրս չեմ էլ ուզում մասնակցեմ ասել, խոսքի օրինակ, այդպեսի ուժեր էլ կան։ Հասկանում եք, վերջապես շանս տան, որովհետև երբ որ դու մասնակցում ես, տանում ես 2-3%, Այո, դու ավելի վատ բան ես անում։ Ավելի վատ բան ես անում, ըստ էության օգնում ես Փաշյանը։ Այդ տեսակետից լավ է, ուժեր կան։ Կան ուժեր, որոնք իհարկե հասուն են եւ կարող են լուրջորեն առաջի երկուսը որ հայտարարել են, նրանք լուրջ ազդեցություն կարող ունենան հետագա կյանքի վրա։ Արդյոք կա լուծում, որ չլինեն մի փոշիացնողներ եւ բայց զայները չփոշյանան, այդպեսի լուծում կա, ընտանենք մի քանի հոգի անդիմություն մասնակցում։ Ես առաջարկել եմ եւ հիմա էլ առաջարկում եմ իրանց, եթե գոնե չեք միավորվում, ստեղծեք ընդդիմադիր նախընտրական ասոցիացիա բլոկ
Այսինքն դուք առանձին մասնակցում եք, բայց ասենք սովորական քաղաքացին Պետրոս Պետրոսյանին մենք ասում ենք այդ ընդդիմադիր բլոկից, որոնք ստորագրել են փաստաթուղթ, որ ուզում են որ Նիկոլ Փաշինյանը դուրս գա, փաստաթուղթ առայն, որ ընտրական տեղամասերում կպայքարեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության խախտումների դեմ, թույլ չեն տա խախտումներ եւ այլն, եւ հետընտրական գործընթացների միասնական կտանեն, այդ դեպքում արդեն մեր մարդուն կարանք ասենք լավ, մենք չենք կարող ասենք կոնկրետ ում քվեարկես, բայց այդ բլոկից ներկայացուցիչներից մեկին։ Այս տեսակետից Ինչպես Գյումրիում արեցին, չէ՞։ Գյումրիում նախապես այդպիսի հայտարարություն արեցին։ Դա լավագույն սցենարը չէր Գյումրիում, բայց այնուամենայնիվ աշխատեց, այո։ Ես ուզում եմ եւ կարծում եմ, որ այդպես էլ կանեն։ Այդպես էլ կարվի։ Այո։ Դե ինչ կլինի արդյունքը տեսնենք։ Մենք էլ կուղղորդենք դեպի այդ Այսինքն ես օրինակ որպես ընդդիմադիր դաշ, եթե ես որոշեմ մասնակցեմ կամ չմասնակցեմ, այդ հարցը ես արկախ եմ պահում, որովհետև ես հնարավորություն ունեմ նաև ինքնուրույն մասնակցելու։ Առաջարկներ ստացել եք, ոնց հասկանում եմ։ Եվ ինքնուրույն կարող եմ եւ առաջարկներ, բայց այստեղ sense դեռ չեք կողմնորոշվել։ Չեմ կողմնորոշվել, երկրորդ էլ ինձ հետաքրքիր չի պատգամավոր դառնալը։ Հասկանում եք։ Ես անցել եմ այդ этаպը։ Ես ավելի ուրիշ գործ կարայի անեի։ Գործադիր նույնիսկ պաշտոնի խնդիր չի, գործադիրի պաշտոնի, չնայած դա ինձ ահավոր կլներ, որովհետև հիմա որ բոլորը գնահատում են, ասում են այն արտասահման բացը WeChat-ը հարցրեք, ChatGPT-ին հարցրեք, ասում են լավագույն կառավարությունն է դա եղել ի վերջո այսօր։ 90-ականների հաղթանակները եւ առաջի տնտեսական աճը ԱՊՀ-ում եւ այդ ֆանտաստիկ է ծանր գործը սոցիալիզմից կապիտալիզմը ասելու, որ անխուսափելի է։ Այդ բանակ սարքել է եւ այլ, այդ բոլորն եղել այդ կառավարության ուսեր։ Բայց այս կառավարությունն ասում աշխարհը խառնվել է դրա համար այս վիճակը, ել չեն ասում որ 90-ական թվերին լրիվ ուրիշ երկրից ուրիշ երկիր էր դառնում, բայց ինչի՞ չհայտնվեցինք, ոնց եղան որ հաղթանակներ արձանագրեցինք այդ վիճակում, չունենալով զենք, չունենալով փող, չունենալով միջոց, ամեն ինչ խառնվել էր իրար, չէ՞ աշխարհում այն ժամանակ։ Ինֆլյացիա գալիս է։ Ես օրինակ չեմ կարող ապրել առանց Ղարաբաղ գնալու։ Ես հիշում եմ, երբ որ հասնում էինք երկար ճանապարհ է, հասնում էինք տեղ, հասնում էինք արդեն Շուշիով անցնում էինք, ասում է եկա հասա, հետո երբ որ վերադառնում էինք եւ այլն, այս բոլորը ինֆլյացիա գալիս է։ Մենակ Ղարաբաղը չէ, բայց սահմանակից տարածքները, այդ ամբողջը, այդ Հայաստանի տարածքները։ Այն մեր տղեկ հենորը Վարդենիսից բան էին անում, նորից Մաքենա գյուղը որ գնացել էինք Ես ցույց է տալիս արի գյուղն, հա, սարն է, 1000 մետր, 1200 մետր հեռացած, ասում եմ, ես չեմ կարող այնտեղ արդեն գյուղը թողում գնում արդեն անելիք չունի, որովհետև անասնապահության գյուղ էր։ Դե մի քանի սարը ցույց տվեցին, պրծավ, արոտավայրերը ուրեմն թուրքերը նստել են, որտեղ էլ որ չեն նստել գագաթին, այն մյուս գագաթին են նստած, հենց դու հայտնվում ես իրան կրակում են։ Նույնիսկ տարան մեզի մի տեղ հաց ուտելու, սովոր բանը, իրանց մի հատ աղբյուր է սարի գլխին բան, մեզ տեղական բաներից ոստիկաններին արկել ասել իջեք։ Մեր տարածքն այլ, բայց չկարելի, կարող է կրակեն։ Դե իրանքը պարտանում են, ասում են 2 տարի կրակոտ չի եղել, զոհ չի եղել եւ այլն եւ այլն։ Այդ են չէ ասում, խաղաղություն են բերել 2 տարի կրակոտ վերցնում են։ Ինչի կրակեն։ Իհարկե։ Եթե ամեն ինչ ուզում են վերցնում են։ Դե թող ուրիշ բանով հպարտանան։ Ալիևը չէ, երեք չմիսօր հայտարարեց, որ ինչ խաղաղության խաչմերուկ, ինչ բան։ Նա ուզում է ասի թրիպը խաչմերուկ չի, կարիդորա։ Այո։ Եվ եթե խաչմերուկ չի կարիդորը, հայեր դուք սրանց հետո պրոբլեմ կունենաք թրիպից հետո, պրոբլեմ կունենաք Իրան գնալ գալու։ Այո, շատերն են ասում, որ Իրանի ճանապարհը փակվեց այս թրիպով մեր համար։ Դե հիմա մյուս կողմից էվալատան որոշ մարդկանց նույն Դաշնությանը Ռուսաստանի, Չինաստանի, որ ասում են մենք չենք տեսնում դա փակ թույլ չենք տա։ Ռուսաստանն էլ ասում է մի 50-70 միլիոն դոլարով ես երկաթգիծը կարող եմ վերականգնեմ, բայց դա մեր երկաթգիծն է եւ գիտեք ինչ կա, մի հետաքրքիր բան կա, այսքան քննադատում ենք այս իշխանությանը, եթե չես նկատել ինչ եղավ Ալմինը։ Վենսը այստեղ էր երեքշաբթի մեկնեց Բաքու։ Չորեքշաբթի օրը ազգային ժողովում Ռուբեն Ռուբինյանը հարց տվեց ատոմակայանի մասին, բանի Նիկոլ Փաշինյանին։ Եվ այն հազվադեպ դեպքերից է հանկարծ Նիկոլ Փաշինյանը սկսեց անկեղծորեն ուղեղն աշխատեցնել։ Հա։ Եվ հայտարարեց, որ ատոմական այդ հարցը լուծված չի, դա պրոբլեմա, եւ ասես մի բան, որ մինչեւ այդ ասում ենք, ինքը երբեք չէր ասում։ Իդեպ այնպես չէ, որ մեր ասածը ընդհանրապես չի ասում։ Գուցե 3 ամիս հետո, գուցե մի տարի հետո, գուցե 6 ամիս հետո տեղ ասում։ Ասես միս կոմից էլ մենք չկա ատոմական կառուցենք մի երկրից, որը ուրան չունի։
Ամացան համար ասեմ, որ այսօր աշխարհում ամենամեծ ուրանի հանքերը 1.5 միլիոն տոննա Ավստրալիայինն է, 1 միլիոն տոննա Ղազախստանն է, հետո 500,000 տոննա բաննա, Կանադան է, Ռուսաստանը եւ Չինաստանը։ Ով որ ատոմական կառուցի, նա էլ պիտի բերի վառելիքը։ Հասկանում եք։ Դա կարևոր հա։ Սա շատ հետաքրքիր է։ Սա աննկատ անցավ Մոսկվում, այսինքն Ամերիկան ինքը այսօր նախ քիչ ատոմականներ ունի, մոդուլային ոչ մի չունի։ Քիչ ատոմականներ ունի եւ ամբողջ վառելիքը բերում Ավստրալիայից, Ղազախստանից ու Կանադայից։ Այսինքն այդ մոդուլայինների մասին խոսակցությունն էլ տենց հեքիաթ էր էլի, հա։ Եկան ռուսեցին գնացին։ Մոդուլային կայան այսօր աշխարհում 4 էներգաբլոկ է շահագործվում։ Դա ակադեմիկոս Լոմոնոսով կայանն է Չուկոտկայում։ Մի հատ էլ հիմա ռուսները կառուցում են, կվերջացնեն շուտով Յակուտիայում։ Ինչա Յակուտիայում մոդուլային կայան կառուցում, որպեսզի կաբելը չգցեն էլի Կրասնոյարսկից, Հեկերից 3000 կիլոմետր կաբել չգցեն դեպի Սիբիր, հասկանում եք, տեղում։ Իսկ փոքր երկրում ինչպես մոդուլային կառուցում։ Որովհետև նաև թիվը, որ ստորագրեցին համաձայնագիրը համագործակցության խաղաղ ատոմի վերաբերյալ, այնտեղ ասած թիվը ինչա 5 միլիարդ 450 մեգավատի համար 5 անգամ ավելի տանկա, քան տեղ ռուսները կամ չինացի կառուցում են։ Այո։ Սենց է 1 մեգավատը 1 մեգավատը 2 միլիոն դոլար է, դա ստանդարտ կին աշխարհում։ Հիմա նայեք, օրինակ ռուսները այդ գնով են կառուցում Ակկոյունու կայանը Թուրքիայում։ Շատ հետաքրքիր էր։ Իսկ 5 շաբթի օրը, 4 շաբթի արեց Փաշինյանը, պետական երկրների կոմիտեի նախագահը չեմ ճանաչում այդ մարդուն, Էդիկ Հակոբյան, հա, այդ հիշեցի ազգանունը։ Շատ հետաքրքիր հայտարարություն արեց։ Ցնցեց, դուք չեք նկատի, հասկանում եք էական բան։ Ինքն ասեց ուզում եք թրիփ անվանեք, ինչ ուզում եք անվանեք, ապրանքը մտավ Հայաստան, ԵԱՏՄ-ի կանոններով պիտի մաքսազերծվի։ Հասկացաք ինչ արեց։ Ինչ ասեց։ Այսինքն բայց ո՞նց են համաձայնեցնելու բերեն այդ երկու տարբեր մոտեցումները։ Պետության ներկայացուցիչն է։ Հիմա կարող է Նիկոլ Փաշինյանը զանգում ասում է ֆրանսիա խապի վերջում Տրամպը ուզածով կլինի, բայց Էդիկ Հակոբյանը սա հայտարարեց նա ստիպված էր, ես վստահ եմ, որովհետև վերցրել են Ռուսաստանի զանգելին, ասել արել, լսեք, կամ այդ ԵԱՏՄ-ից դուրս եկեք, ձեր կարիդորով բանով, կամ էլ մնում եք ձեզ կարգին պահեք։ Ես ոնց եմ հասկանում, որ ուղղակի ֆռացնում են։ Ամեն մեկը մի բան ասում է, ասում են դուրս գանք այս վիճակից։ Էդիկ Հակոբյանի հայտարարության վրա ոչ պետական դեպարտամենտը, ոչ Ադրբեջանը աշխատեցին չնկատելու տալ։ Իսկ երբ որ Օվերչուկը, ինչպես նաև Մարիա Զախարովան հայտարարեցին, որ դա ռուսական երկաթգիծն է, հələ այդ խնդիրներ կա բացի մաքսազերծումից, ոչ ոք չասեց չէ։ Փաշինյանը սկսեց ինչ-որ բան բլթացնել, թե ռուսները եկեք իրար պայմանավորված այդ հատվածը ծախեք ուրիշի մի երրորդ անձի, հասկանում եք։ Չէ, սպառնաս, որ երկաթգիծը ձեզանից կվերցնեմ, կդադարեցնեմ ձեզ պայմանագիրը։ Ոչ մի ձևով չի կարող վերցնել, դա պարզա, այդ նույն եկեղեցու պատմությունն է, ավելի հեշտ եկեղեցում հաջողություն կասի, քան թե երկաթգծում, ես այս գլխից ասում եմ, հա, եւ ռուսները դա հասկացան, ինչքան թույլ են արգումենտները։ Հետո այդ լուրջ սպառնաց, այս սպառնալիքը իրենք լուրջ պատասխանեցին, որ սսկվի նստի տեղը։ Իրավիճակային հայտարարություններ անում են։ Կուսակցությունից մեկը հանրապետություն կուսակցությունը հայտարարեց թրիփի նախագծով մեր կուսակցությունը պատրաստ է պաշտպանել նախագիծն ու պայքարել, որ այն իրականացվի։ Որը նստեք տեղները տարա։ Երկրաքաղաքականություն կա, բան կա։ Երկիրը հանել եք անվտանգության մի համակարգից, հիմա ուր եք ուզում տանել։ Օդում կախել։ Օդում կախել եք երկիրը։ Բան դունեք սա։ Հիմա մեր ամենամեծ խնդիրն այն է, որ ժողովուրդ մենք անվտանգության համակարգից հանել ենք։ Ժողովուրդ այո, գուցե մենք կարող ենք բողոքել, որ Ադրբեջանը հարձակվեց մեր վրա, հապկը պարտականություն չկա, չնայած ինչ պարտականություն ուներ, որ չի կատարել։ Վարդեն 51-ան հետևը կանգնեցին մեր, բանում եկան դու ասա, սև լճի շրջանում եկան կանգնեցին, ջերմուկում չեն կանգնել։ Չէին սպասում ջերմուկում։ Դե չէ, ռուսներին ամենաշատ մեղադրում են Արցախի հետ կապված իրադարձությունների Արցախն լավ է, ես հասկանում եմ, բայց եկեք մի քիչ ռուսների տեսակետից նայենք, չէ՞։ Մենք զրուցում ենք, չէ՞, հասկանում ենք, կարդում ենք անալիտիկների ինֆորմացիան։ Մարդը 5 միլիարդ դոլար փող է ծախսել։ Բերելա զորք, որ բանալի, խաղապահ ուժ։ Դու հելնում ես ասում ես Արցախ Ադրբեջանա։ Ադրբեջանը Ֆրանսիանց ասեց, «Է որ Ադրբեջանը, դուք ստեղ ինչ եք անում»։ Ինչ խաղապահություն իմից տարածքի նկատմամբ։
Ես պատրաստվում եմ իմ տարածքը ոչնչացնել։ Դե իրենց երաշխավորի դերը պետք է չպայմանավորեին Հայաստանի պահվածքով եւ Նիկոլի Ես դա հայտարարություններով։ պատասխանել գիտեմ, որտեղ ռուսները հասկացին դիմեցին Արցախի ղեկավարությունը, դե հայտարարեք ռուսական տարածք եւ խնդրեք, որ մենք ձեզ անձնագրեր բաժանենք։ Դա էլ չարեց Ղարաբաղի ղեկավարությունը։ Ոմանք, ոչ բոլորը։ Ու հայտնվեցին Բաքվում։ Բաժան բան եղավ։ Այսինքն ես նորից քունման դատապարտում եմ, ասում եմ, լավ, Ռուսաստանի Դաշնություն, բայց այդ ժողովուրդը այդ ինտրիգները չգիտի քաղաքական, բայց դու ինչ էիր մտածում։ Դե Ռուսաստանի Դաշնությունն էլ ասում է, ես պետություն եմ, իմ քաղաքական շահերով ես բարեգործական կազմակերպություն չեմ։ Ձեզ պահել իմացեք։ Դաժանա։ Վիճելի իհարկե պահված կա։ Ես ցամարել եմ վիճելի։ Էտա ավելի լավն ունեք։ Չէ։ Չէ, հիմա սրանք ինչ են անում, պարոն Բագրատյան, փորձում են անվտանգային համակարգի փոփոխությունը ներկայացնեն, որ այ տեսեք, Պենսը եկավ, այ տեսեք, Թրամփը ջերմեր, հրավիրեց Նիկոլին Վաշինգտոն։ Ոչինչ չէ։ Մենք ունենք մոնիտորինգ, սոցիոլոգիական մոնիտորինգ։ Վենսի այցելությունից հետո սրանք նույնիսկ չկարողացան բանը։ Իհարկե մեծ պատիվ էր Ամերիկայի փոխնախագահ գալու։ Ես սա պարտավոր եմ որպես քաղաքական գործ ասել։ Ես պարտավոր եմ ասել, որ ժամանակի 90-ականներին, որ մենք պատերազմ ենք հաղթում, Ամերիկան մեզ հաց է տվել։ Ամերիկան մեզ օգնում էր 20 անգամ ավելի շատ գումարով, քան թե Վրաստան։ Տարեկան։ Սա անառարկելի է։ Բայց հիմա մեր շահերը չեն բռնում։ Ամերիկան միտը չեք հասկանում սկսած Վուդրո Վիլսոնից, իրանց պետք է ուժեղ Թուրքիա, ուժեղ թուրքական աշխարհ, ընդդեմ Իրանի, ընդդեմ Ռուսաստանի։ Այ հիմա օրինակ երեք չեմսը լրիվ ուրիշ բան տեղ ունեցավ։ Կարող է պատահի մի ամիս հետո ես ու դու ուրիշ բան խոսենք։ Պատկերացնում եք, Ռուսաստանն ու Ամերիկան հանկարծ համաձայնեցին 12 տրիլիոն դոլարանոց գործարքի։ Եվ Չինաստանը ապշել էր։ Եվ իրենց շահերի մերձեցումը արդեն երևում է։ Այդ դեպքում մենք գործ քեշ տանա։ Հասկանում եք։ Բայց դա կարող է բլեֆ է, կարող է խոսք է։ Այդ 12 տրիլիոնանոց գործարք հայտարարելուց հետո Զելենսկին 3 երեկոյան հայտարարեց, որ 3 տարի էլ պատերազմելու ենք։ Ես ասում եմ, ով է պատճառը պատերազմին, ինգեր մի հատ էլ բացատրեք։ Այն որ վիրտուալ փաստացի Ռուսաստանն Արցախի հասկացանք, ձեր բանով։ Բայց վալ այն անգլերեն մի լավ կա, որ ասում է ստիպված են հարձակվել անգլերեն բանը լավ խոսք է, they were forced to attack, you know, այսինքն նրանք ստիպված էին դանել, հասկանում եք։ Այս բաները կարող փոխվեն, բայց այսօրվա ռեալության պայմաններում Ամերիկայի Միացյալ Նահանգները քիփ կանգնած են Թուրքիայի կողքին, Թուրքիան քիփ կանգնած է Ադրբեջանի կողքին եւ հայկական հարցում իրանց է միանում նաեւ Իսրայելը։ Չես լուծել այս հարցը, պարոն Փաշյան։ Դու ինչ կարողանում ես անել, կարողանում ես փչացնել հարաբերությունը որևիցե մեկի հետ։ Լավ հարաբերություն չես ստեղծել։ Դու այսօր խոսում ես, որ խաղաղության պայմանագրի կստորագրել, ճիշտ ասած, թքած ունեն այդ պայմանագրի վրա, ոչինչ է։ Դե չի ստորագրում, ոչինչ չի տալիս, երկրորդը նա չի ստորագրում, երրորդը ուժեղի թույլի մեջ ինչ խաղաղության պայմանագրի, եթե երաշխավոր չկա։ Այո։ Բայց հասարակ ես քիչ այ հենց հիմա փոքրիկ դիվանագիտական դաս տվեցի այդ բաներին, ամեն տեսակի Ռուբինյաններին, ամեն տեսակի Ալեն Սիմոնյաններին, ամեն տեսակի Փաշինյաններին, ամեն տեսակի Արարատ Միրզոյաններին, ախպեր բանի ֆիլմ նկար, բանի շատ է ֆիլմեր նկարել, մի օր ինձ հրավիրեցին նայելու Հարություն Հարությունյանը, հա, շատ հետաքրքիր ֆիլմ է։ Ուրեմն 18-20 թվին Գյումրիու ճակատում, այս Սյունիքի ճակատում, Հայաստանի Հանրապետության քանդեր ինքնուրույն կար 40 պայմանագիր ստորագրել մասը թուրքերի հետ, մի մյուս մասը ադրբեջանցիների հետ, հա, Ադրբեջանում են Խանխոյսկու կառավարություններ, հա, այն ժամանակ եւ արդեն քեմալականները Թուրքիայում եկել են, դեռ Քեմալը չէր, Քեմալը Քազիմ Ղարաբեկիրներին որոշում այդ բաները, ոչ մեկ չկատարվի։ Ստորագրում պայմանագիր, լավ, սահմանը կասնի Ղարս քաղաքից արևելք 100 մետրի վրա, մյուս օրը գալիս են ասում են, չէ, գնացեք 10 կիլոմետր հետ գնացեք, մյուս օրը գալիս են ասում են 10 կիլոմետր հետ գնացեք։ Հասկանում եք։ Ինչի՞ չէր կատարվում, որովհետև պայմանագիրը ուժեղի եւ թույլի միջև։ Այո։ Ինչ առումով Հայաստանը թույլ չէր ժամանակ շատ պայստում էր, բայց ռեսուրսներ չուներ։ Իսկ Քեմալը ռեսուրսներ ուներ, մարդկային ռեսուրսներ ուներ, զենք չուներ, կամաց ստացավ այդ զենքերը։ Հասկանում եք։ Այս նույն բանը կրկնվելու է։ Եվ բա ինչի համար ենք մենք, մարդիկ, որոնք արդեն տարիք ունեն ու փորձ ունեն։ Մարդիկ, որոնք պատերազմի փորձ ունեն, մենք հասկանում ենք ինչ բան է ադրբեջանցին։ Դե ասում են հիմա կարող ենք հաշտ համերաշխ իրար մեջ ապրել, գնալ դու ես որոշել։ Հնա եկել էին Ամասիա էին հասել արդեն։ Դուք որոշել եք դեն։ Դու ես տենց ասում։ Բանը այդպես որոշել է։
Դու այտենց ասում ես, երեք չեմ իսել հավաքես փապախով մի քանի հոգու, ասեց այդ պայմանագիրը խաղաղության խաչմերուկ չի լինի, այդ պայմանագիր չի լինի, շատ լավ է որ պատրաստում եք գնաք ձեր հայրենիքը, որը այսպես կոչված արևմտյան Ադրբեջանն է, եկեք հասկանանք, էլի ինչ Եվ հայերն պրոպագանդա։ էլ նացիստներ են, հնա, Հա? մեր մոտ դատվում են նացիստները։ Եվ նացիստները Նյուրնբերգյան դատավարությունը, այդ մարդիկ պայքարել են ինքնորոշման իրավունքի համար։ Նյուրնբերգյան դատավարություն սարքեց գլխին։ Հայաստանի պետությունն էլ ցեն չի անում, արգոս նախարարությունը հետ հայտարարություն չի անում։ Այդ գնով այդպես տակ տալով կզալով, կներեք այս բառի համար, բայց կզալով մենք չենք կարող հասնել հաջողության։ Ճիշտ է, համաձայն եմ։ Լավ, հիմա դառնանք ընդդիմությանը, թե ինչպես պիտի կառուցի իր քարոզչությունը հենց այդ նույն հարցերի շուրջ։ Օրինակ, Արցախի հարցի հետ կապված ինչ պիտի ասի ընդդիմությունը, Ռուսաստանի հետ կապված ինչ պիտի ասի, որովհետև պարզավոր հիմա Հայաստանում կա նաև հակառուսական տրամադրություններ։ Իհարկե ասում են, որ բավականին նվազել են այդ տրամադրությունները, բայց կան այդպիսի տրամադրություններ։ Թուրքիայի հետ հարաբերություններ, Ադրբեջանի հետ հարաբերություններ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Եվրոպա, այս բոլորը հարցեր են, որոնք մարդկանց հետաքրքրում են։ Նույն քաղաքականությունն եք շարունակելու, եթե Նիկոլ Փաշինյանը ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը, այդ դեպքում իմաստ չունի իշխանություն փոխելու։ Իսկ եթե փոխելու եք քաղաքականությունը, ապա ինչպես եք կարողանալու հասնել հաջողության։ Նայ, դուք հիմա ինձ հարցում եք որպես ինչ։ Որպես ընդդիմության խորհրդատու, պես ասեմ։ Այդպես, ապա ես պիտի խորհրդայի, չէ, մեծ քնչի, բոլորին խորհուրդ եմ տալիս։ Ինչքան ես գիտեմ Հայաստանը ու հատկապես մեր ձևովը, ուժեղ Հայաստանը արտահայտվել է դրա շուրջը։ Կարծեմ նրանք ասեցին, որ ճիշտ ասեցին, մենք պահանջելու ենք, պայքարելու ենք եւ երկկողմ հարաբերությունում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունում աշխարհի հետ միասին, որ Արցախայությունը վերադառնա Արցախ։ Արցախը դեռ բնակեցված չէ, եւ սա լուրջ է, եւ Ալիևը մի բան գիտի, որ չբնակեցնեն։ Հիմա, եթե դու հարցնես, իսկ որ վերադառնից հետո Արցախը դառնալու անկախ պետություն պայքարենք բան, կան քայլեր։ Առաջի քայլը, որ մարդիկ անելու են, որ Արցախը վերադառնա։ Ես չեմ կարող ասել նոր Մինսկի խումբ պիտի լինի եւ այլն, բայց Արցախի վերադառնալը այնպիսի բան է, որ բազմաթիվ անգամ արտահայտվել են եւ ռուսները, եւ Տրամպը նախընտրական կամպանիայի ժամանակ, եւ ավելի աղոտ են հայտարարել այս մասին եվրոպացիք։ Այսինքն դա հնարավոր համարում եք ամեն դրանից դեպքում։ իրանք չպետք է հրաժարվեն, որովհետեւ եթե մենք դրանից հրաժարվենք, կորցնենք Հայաստանը։ Դա իհարկե կսրի հարաբերությունը Ադրբեջանի հետ, այդ սրմա թոսրի, որ սրված չեն ինչ ենք ստանում։ Թրիփի մասին հարցրեցիք։ Թրիփում իրանք պետք է հասնեն այն որ ասում են գծագրության մեջ տեխնիկա է պրոյեկտավորեք կետը։ Իրանք պետք է քաղաքական պրոյեկտավորման հասնեն։ Որ թրիփը բացարձակապես այնտեղ կա մի կետ, որ գրված է ինքնիշխանություն բարձր, բացարձակապես մնա Հայաստանի ինքնիշխանության սահմաններում, եւ թրիփի պարագայում դա իրոք խաչմերուկ դառնա Իրանի հետ, Իրանին չխանգարի։ Եվ դառնա եւ բոլոր ապրանքները անցուդարձը այդ միջանցքով լինի հարկական ԵԱՏՄ մաքսային օրենքներով լինի եւ հայկական սահմանապահների արկայության պարագայում, որտեղ մեր տարածքն է, նորից եմ ասում, իրանք շատ տարբեր թվեր են օգտագործում, 43 կիլոմետր, 42 կիլոմետր, նորից եմ ասում, խնդրում եմ ինձ ասեք, խորհրդային միության ժամանակ դա 46 կիլոմետր էր, 4 կիլոմետրն ինչ ա եղել։ Չի ասում։ Մինչև որ մասներ 46 բանվավեճան։ Երասխը մինչև նկատի ունե։ Չէ, 46-ը։ Ուրեմն սկսվում է բանի մոտ Մեղրի Նռանաձոր այդ բանի մոտ, հա, առաջ այդտեղ մի գյուղ կար ադրբեջանական, կոչվում է Նյուվադի։ Հա, այդտեղից սկսվում է Նռնաձորից գալի հասնում մինչև Օրդուբադ։ Օրդուբադից սկսվում է Նախճեվանը, այդտեղ մի 170 կիլոմետր գալիս է, նոր հասնում է Սարհատ։ Այդ հատվածի մասին է խոսքը, էս պիտի անի։ Ուրիշ ինչն է ձեզ հետաքրքիր։ Իմ կարծիքով էլի իբրև խորհուրդ, որ իրանք պիտի ասեն, որ նույնիսկ Ամերիկան ասի, ախպեր, բա այսքան փող ծախսել ենք թրիփ, բան մենք ուզում ենք փող աշխատենք, հանդեմություն պիտի ասի, ախպեր ջան, համաձայն չեմ։ Ուրիշ ինչն է ձեզ։ Իսկ Ռուսաստանի մասնակցությունը այդ նախագծին կարծում եք, որ պիտի Ռուսաստանը թողին ապահովի դա։ կորոշի։ Երկաթգիծը մենք չենք կարող Ռուսաստանից խլել տալ ուրիշներին։ Ինչի երբ որ օգոստոսի 8-ին ստորագրում էր ինքը չգիտեր որ դա Ռուսաստանինն է։ Տրամպը չգիտեր որ Ռուսաստանն է։ Ալիևը չգիտեր որ Ռուսաստանինն է։ Դե դու մի հատ կետ գրեին։ Ինչ են անելու Ռուսաստանի հետ։ Պետք է թող Ռուսաստանն ինքը որոշի։
Եվ պետք է ժողովրդին ասել, քանի որ այդտեղ 2 միլիարդի ներդրում կա, այդտեղ 2 միլիարդի ներդրում չկա։ Այդտեղ 60 միլիոն դոլարն էլ է հերիք։ Բանը կա, պալասան կա, պալատնոն կա, սարկածա խորհրդակը բանը ահավոր շատ թունելներ խորհրդային միությունը չլի դա չէ սարկվի, այդ ամեն ինչ կա մնում բնակ երկաթգծի բանը գցեն եւ երբ որ գալիս է Իրան դեպի Իրան գնացող բան այդ խաչվում է, դեռ ռազմես կա սարքի խաչմերուկ։ Ասենք երկաթգծը հելնի գնա ճանապարհը, անխափան էստակը մի հատ էստակա սարքեք։ Լավ, եթե 70 չեմ մնում մաքսիմում 85 միլիոն։ Էդի Հայաստանն էլ կարա։ Այդքան պարտքիրան կառում են, էդի ԿՊ-ին տրվող տարեկան պարգևավճարների կեսն է։ Եվ լավ կլինի մենք անենք դա։ ԿՊ-ին տրվող բայց այդ դեպքում ինչ էր Արարատ Միրզոյանը 75-25 ստորագրում 76-24։ Ինչ էր ստորագրում որ։ Ինչ միլիարդների մասին է խոսքը։ Գիտեք, ես նման այդ բանին, որ Վենստել ասեց, ես թռադրավրով տեսա, դա չգիտեմ, ես ինչ կլուծի, դա քաղաքական բան է։ Պրոյեկտը։ Քաղաքական պրոյեկտը։ Պաջենք Իրանին, էլ ավելի հրենք առաջ այս թուրանական աշխարհի շահերը։ Եվ անկախ նրանից դա Վենստն է ասում, թե չէ կամ Տրամպն է ասում, դա այդպես է։ Դա այդպես է։ Հիմա ես կարամ լռեմ, կարամ դիվանագիտություն խաղամ, որ վաղը միսօր ամերիկացիները չֆիքսեն, ահա, այս Բագրատյանը դեմ, բայց տղաներ, դեմ եմ իհարկե։ Հասկացեք։ Տղաներ, դուք եկեք մեզ ասում եք մոդուլային կայան կառուցենք, դուք չունեք այդ կայանից։ Մի հատ ուզում եք Վայոմինգում առաջի անգամ կառուցել, դեռ ուզում եք ԱՄՆ-ին։ Այսինքն ճշմարտությունը պետք է ճշմարտություն ասվի։ Դուք մեզ հաց եք տվել, մենք դա ընդունում ենք։ Բայց հիմա ձեր մոտ գերակայում է թուրանական շահը։ Դուք չկարողացաք մեզ անվտանգություն տալ։ Հասկանում եք։ Տայիք անվտանգություն որ տենց էր։ 90-ականներին։ Չկարողացաք տալ։ Մենք 97-ին այդ թուղթը ստորագրենք նրա հետ, որ տեսանք, որ ռեալ է։ Ինչ էինք Ռուսաստանը ոչինչ չէ, զենք տալիս էր։ Կամ առանց Ռուսաստանի օգնության առաջ Ղարաբաղյան պատերազմը կարող ենք հաղթել, հələ այդ մասին խոսելու ենք դետալներից։ Էսա վիճակը։ Լավ, եկեք մի քիչ խոսենք տնտեսական ծրագրերից, ինչով պիտի ընդդիմությունը գա իշխանության, ինչ պիտի առաջարկի իր ընտրողին, որպեսզի համոզի, որ ինքը ավելի լավ տնտեսական ծրագրեր է իրականացնելու երկրում եւ բարեկեցությունն է աճելու եւ ներքին համախառն արտադրանքն է աճելու եւ մեծ պրոյեկտներ են իրականացվելու, ներդրումներ են գալու Հայաստան, հա, դուք ո՞նց եք պատկերացնում։ Հիմա օրինակ ինչ ունենք մենք, այդ թոշակի մակարդակ, պարգևավճարներ, աշխատավարձերի այսօրվա մակարդակ, դա հնարավոր կլինի արդյոք բարձրացնել, եթե իշխանություն փոխվի երկրում։ Արմենե ջան, սիրելիս։ Կա տնտեսական ծրագրերի, այսպես ասած, սերուցքը, երեսը։ Ընդդիմությունները եւ քաղաքական ուժերը սերուցքով են հանդես գալիս։ Այս սերուցքն ասում է, այսքան կբարձրացնեմ աշխատավարձը։ Կամ էլ ոմանք մի քիչ ավելի իստորիան վարում, ասում են, այսքան ասֆալտ կանեմ, ընդդիմությունները կբարձրի կգամ իմ ասֆալտը քաղաքեմ կենթամ։ Հասկանում եք, նույնիսկ զավեշտ է։ Իհարկե, ընդդիմությունը այդպես էլ պիտի վարվի, շանսեր ունի։ Դու ավելի լավ է ինձ հարցնես, ինչ ռեալ շանսեր կան բարձրացնել։ Կարա 4 անգամ թոշակ բարձրացնել, 5 անգամ։ Այս շատ բարդ հարցեր են։ Այդ դեպքում մենք սերուցքից պիտի վերանանք, իջնենք ներքևը, խնդիրներ նայենք, որոնցից երբեք չեն խոսում։ Գիտես, ամեն մի ընտրություն դա բորշ բաժանելու պես բան է։ Բոլորը խոսում են, ասենք մեկն ասում է ես քեզ մի ափսե բորշ կտամ, մյուսն ասում է ես քեզ երկու ափսե, ժողովուրդ ես քեզ երկու ափսե բորշ կտամ, երրորդն ասում է ես ընդհանրապես ամբողջ խազան կտամ, չորրորդն ասում է ես ընդհանրապես նոր բորշ կտամ, որը մսից չի, ակլորի մսից է, որը ոնց որ պիտի լինի իսկական բորշը, հա։ Բայց կան խութեր, որ մենք երբեք չենք խոսում։ Նախ եթե դուք ինձ հարցնեք, ինչպես է հնարավոր բարելավել վիճակը։ Այսինքն առու է անկարողությունից դեպի բավականին լուրջ փոփոխություններ։ Այսպիսի հնարավորությունների առու ունենք մենք։ Ձոր։ Այո։ Հիմա այս ձորի այս ափից այս ափը քայլելից մենք նկատում ենք հետևյալ խնդիրները։ Ա. Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք 8 տարում արդյունավետությունը, այսինքն ինչքան մենք վարկ ենք տվել, վարկ ենք վերցրել, ինչքան ժողովուրդը ծախս արել, ինչքան բյուջեից ծախս են աղել, ինչքան տրանսֆերտ ենք ստացել, այս բոլորը բաժանում ենք հնան ինչքան աճը, այսքան էր դառնա այսքան աճել է, այս թվի վրա ենք բաժանում։ Մենք ունենք 476 թիվ։ Առաջ անգամ եմ այս բաներն ասում, իմացեք։
մարդկանց արժև, որովհետև հիմա ես ուսումնասիրում եմ, լաբորատորիան եմ անում, ինձ մոտ պատրաստի միշտ ծրագիր կա ծրագրի փոքրիկ տարբերակը 3 էջ, կա ծրագրի 40 տարբերակը, դա մասնագիտական բան է, եւ կա 400 էջ։ Այդ 400 էջանոց արդեն բոլոր այդ արտադրական ֆունկցիաներն են, որ մենք հաշվում ենք, հնարավոր է։ Ուրեմն մենք ծախսում ենք 4.74 դրամ 76 լումա մի դրամ հնա աճ ստանալու համար։ Սա չափազանց հազար թիվ է։ Այս թվերը հաշվել հնարավոր դարձավ Ռոբերտ Քոչարյանի երկրորդ հինգամյակից, որտեղ մինչև այդ թվերը բացակայում են։ Ստեփան Մնացակայանը չի տալիս այդ թվերը, որ մենք բանանենք, եւ բացի դա տրանսֆերները սկսվել են 2001 թվին։ Մենք համեմատելի չենք ասենք, որ իմ կառավարության կամ Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք հաշվել։ Ռոբերտ Քոչարյանի օրոք մենք ծախսել ենք, իհարկե, դա համատել չի, տենց էլ պիտի լիներ։ Սահմանային արտադրականությունը կապիտալի իջնում է։ Մենք ծախսել ենք մի դրամ 20 լումա, որովհետեւ մի դրամ հնայ աճ ստանանք։ Այդ որ թվերի նկատի ունեք։ 2003-2007 թվերին։ Սերժ Սարգսյանը էլի հնգամյակով 2008-2012 թվին եղել է ամենավատը։ Մենք ծախսել ենք 6.5 դրամ հնայ մի դրամ աճի համար, բայց նա օրոք տնտեսական ճգնաժամի տարիներն ահռելի ճգնաժամ է։ Երկրորդ սրոկը Սերժ Սարգսյանի 2013-ից 2017 թվի շատ ավելի լավն է արդեն։ Մենք ծախսել ենք 2.6 դրամ հնայի մի դրամ աճ ստանալու համար։ Հիմա Փաշինյանի այս թիվը 4.76 անընդունելի է բոլորովին։ Մենք չկարող ապավել աճ։ Փաշինյանի այս թվի պայմաններում, երբ որ մենք նույնիսկ թոշակն ենք ավելացնում, գոյություն ունի աղքատություն ըստ եկամուտների, գոյություն ունի աղքատություն ըստ հարստության։ Մենք հարստության մեջ ավելի մեծ կենտրոնացվածություն ենք, քան աղքատության։ Թոշակ առնում սիրուն, այս թոշակն առնում է, գնում է խանութից առնում է, սուպերմարկետից առնում է, այն ինչ որ պետք է առնի, ընտանիք սուպերմարկետներից մեկը, այդ փողը գնում է այդ սուպերմարկետի տիրոջը։ Որովհետև մեծ տնտեսագիտական նորագույն տեսությունը, դա ես շատ լավ ընկերություն եմ անում, մեր ժամանակների լավագույն տնտեսագետներից մեկի Բրանկո Միլանովիչի հետ, սերբայինքը, մի ժամանակ համաշխարհային բանկի հիմնական գլխավոր տնտեսագետն է եղել, ահագին տարիներ։ Բրանկոն մեզի ասում էր, գիտես ինչ կասում էր, եղբայր ասում էր, մենք պիտի հասկանանք, որ աշխարհը փոխվել է, գալիս է մի պահ, երբ որ նույնիսկ եկամուտի ավելացնելը մեծացնում աղքատությունը։ Հասկանում եք։ Պարադոքս է, տենց։ Պարադոքս չի, այդպես է, բնական է։ Բերեք ձեզ մի քանի օրինակ ցույց տամ հիմնական խնդիրների։ Նայեք։ Հայաստանում ուսուցիչների եւ բժիշկների միջին աշխատավարձը 140,000 դրամ է, 150,000։ Ոմանք ասում են դա էլ չի։ Ցավոք սրտի ներկա իշխանությունը չէ որ իր ծրագիրը նա արդեն հրապարակել է 25 թվականի դեկտեմբերին, երբ որ հաստատեցին բյուջե, իրանք միջնաժամկետով հաստատեցին։ Մեջը գրած էր համ ծրագրային ինչ պետք է անեն, իրանք նոր ծրագրով չեն կարող հանդես գալ։ Դա հաստատել են իրանք արդեն։ Իրանք մենակ 26 թիվը չեն որոշել է բյուջեն, 27, 28, 20 առաջիկա հանգամանքը որոշված է, եւ ինչ պետք է անեն, դա դեռ գրած։ Հիմա կարող է վաղ միսը խորամանկություն անեն նոր ծրագրով հանդես գան, ես չգիտեմ, բայց այն ինչ որ իրանք հաստատել են, արել են 25 թվականի դեկտեմբերին։ Այսինքն իրանք եթե մնացին, մենք ինչ կունենանք։ Մենք ինչ կունենանք։ Մենք չենք ունենալու հատկապես 26-27, այս երամյակում 25-26-27 բժիշկների եւ ուսուցիչների աշխատավարձի աճ։ Երկրորդ, ուսուցիչների աշխատավարձը կարա աճի ատեստացիայի արդյունքում, այսինքն ատեստացիա ենք անում, 5 ուսուցիչից 3-ին գործից ազատում ենք ի վերջո, այդ աշխատավարձը տալիս ենք են երկուսին։ Բայց լիքը թափուր հաստիկ կա ուսուցիչների, չեն էլ կարող լրացնել։ Ուսուցիչների թիվը վերջի 30 տարում 90,000-ից դառել է 30 քանի հազար։ Պատկերացրու ինչա։ Ահա։ Ինչ են անելու բժիշկներին, ոչինչ։ Ապահովագրությունը բժիշկներին ոչինչ չի տալի, ապահովագրությունը թոշակառուների, դեղերի, տեսեք, դեղերի, պահանջող դեղերի մի 25-30%-ի բանն է։ Ես ուզում ասել, որ աշխարհում կա 8.500 դեղ, Հայաստանում գրանցված է 5.500, չգիտես ինչի, Հայաստանը բոլոր դեղերը գրանցում է։ Հասկանում եք։ Այդ գրանցվածներից էլ մի մասն է տալիս մենակ։ Ինչ անենք։ Իսկ բանկերում ստանում են 660,000, 700,000։ Շատ հասարակ։ Այն որ մենք ասում ենք կենտրոնական բանկ կայուն է, որ գալիս է հենց 90-ականներից ու հատկապես ուժեղացած Տիգրան Սարգսյանի, Արտուր Ջավադյանի եւ այս բանի Մարտին Գալստյանի օրոք, լսեք այդ բանկը կայուն է, ռիսկ չունի, բանկերը ռիսկ չունեն։ Ինչքան իրանք կայուն են, այնքան անկայուն է տնտեսությունը։ Ոչ մի բան, ոչ մի օգուտ չեն տալիս, ոչ մի արտադրություն չեն ապահովում, բայց այդպեսի չասեցի, չափազանցված։ Աշխարհական կապիտալ։ Ես ուզում եմ ասել, երբեք բանկերը դարձնելու բանի մասնագիտացված։
Մեր բանկային համակարգ ունիվերսալ է։ Եթե դուք վերցնում եք $1000, որպեսզի ձեզ համար մի հատ հերոստացույց կնեք, մեկ ուրիշը վերցնում է $1 միլիոն, ռիսկերը հաշվում են նույն չափով բիզնեսի։ Երբ եք դառնալու մասնագիտացված։ Օրինակ, այդպիսի փորձ եղել է մեր օրոք եւ 95 թվականից քանի ստեղծվեց մասնագիտացված Ակբաբանկը, վարչապետի Հրանտ Բագրատյանի որոշումը։ Գյուղատնտեսական Որի համար, կենտրոնական բանկը չէր համաձայնվում։ Այսինքն, այս մասնագիտացված բանկերին $1000 դիմաց պահանջվում է միջոցների շատ ավելի քիչ ռեզերվացիա, քան թե 1 միլիոնի դիմաց։ Եվ արկի տոկոսն իշնում է։ Դեցեք ես ասացի բան, որ շատ մասնագիտական է։ Նույնիսկ դուք չեք կարող գտնել 1000-ից մի Հայաստանում 4-500 դոկտոր կա, իսկ 400-ից 4-5-ը գիտեն այս մասին թե չէ։ Կամ մտածել են այս մասին թե չէ։ Կենտրոնական բանկի նախագահն ասում է, մենք շատ կայուն ենք, կայուն է, պարազիտի նման նստել եք տնտեսության վրա այսօր։ Բայց կլինեք։ Քներեք պարազիտ բառի համար, բայց սա տնտեսական Այս իշխանությունը բանկերի իշխանությունն է, բանկերին այո։ Այսինքն հիմա նայ Իրանց 17 բանկ թե 18 բանկ 25 թվականից ստացել են շուրջ 500 միլիարդ դրամ շահույթ։ Դա ավելի ինչ մնացած ամբողջ տնտեսությունը միասին վերցրեց։ Բանկի նախագահն է մի քանի $15 միլիոն բոնուս է ստացել։ Հասկանում եք։ Ոչ ոք չի ասում այս միջազգային իրադարձություններն էլ նպաստեցին դրանց հարստանալուն։ Ոչ ոք չի ասում չստանա։ Բայց եկեք օրինակ բանկերը ասենք ճիշտ է, օրինակի համար ինչ անենք։ Օրինակ ինչի բանկերը չեն կարող 35% շահույթ տալ։ Միևնույն ժամանակ եկամուտների մեջ օր 2.5 միլիոն դրամից ավելի աշխատավարձ ստանում 35% ավելի մասով։ Ինչի չեն կանում։ Փոխարենը փոքր բիզնեսի շրջանառության հարկը ավելացրեցին, որ խեղդվեն ոչնչանան, ու լիքը կազմակերպություն փակվեց այս ընթացքում։ Միանշանակ համաձայն եմ։ Բայց ինչ եք ուզում։ Գցել եք քացուտակ, բանկերը գցել են քացուտակ մոտ։ Նայ, դու վարկ ես վերցրել, ես վարկ եմ վերցրել, իրոք, խելա վարկ եմ վերցրել։ Վերցրել եմ $10,000 վարկ։ Հիմա այդ վարկը տնտեսական գործարք է թե չէ։ Այն որ ինչպես Թրամփն ասում է, is a deal or not? Deal, տնտեսական գործարք է։ Հիմա ես եկել եմ մոմենտ, եկել եմ բանկ, ասում եմ չեմ կարող վերադարձնել։ Հա, ասում եմ, ինչ անդր գրավն ինչ, գիտան կվեկալենք, վсё։ Գրավնել որպես կանոն 2-3 անգամ ավելա, քան թե $10,000։ Հաստատ։ Հա, հիմա ես ասում եմ բանկին, ախպեր, բայց խես իմ գրավ վեկալում։ Ասում եմ, բա ինչ անեմ, ասում եմ կեսը վեկալ $5,000։ 5,000-ը ծնից վեկալ։ Բա ասում եմ 5,000 ինչ ար։ Դու դիր գրպանից այդ։ Ինքն ասում է, ինչի՞։ Ասում եմ, ախպեր, բա գործարքի մեջ ենք, դու ռիսկ չունես։ Այսպես չի կարելի։ Սա լկտի համակարգ է։ Ես այս խոսքերն ասում եմ ուղղելով առաջիկա ուժերին, որ գալու են իշխանության։ Սա շարունակելու եք տղեկ։ Այս անընդհատ գովալու եք, որ զատում էր բանկային համակարգը կայուն է, իրոք կայուն է։ Տնտեսական աճ չկա, բան չկա, $300 ստեղ էժանանում արա։ Խեղճացել է, դարել է բան, չուլ։ Դոլարը դրամի դիմաց։ Այո։ Արհեստականորեն պահում են այդ ամենը։ Կամ մի օրինակ։ Երեք օրինակ միտեղ նստած էինք, ես հետաքրքրվեցի ինչպես ապրում Թոշակառում Մոսկվայում եւ Հայաստանում։ Գիտեք, Ռուսաստանում աշխատավարձները բարձր են, բայց այնպես չի, որ թոշակները շատ բարձր են մեզնից։ Բայց $200-300 կարծեմ թոշակ են անում։ Հələ տես ի՞նչ է, հələ Մոսկվան, Եկատերինբուրգը, Նովոսիբիրսկը, Սանկտ Պետերբուրգն ինչ են անում։ Բոլոր այդ քաղաքներում խոշոր քաղաք ինչքան գիտեմ, ես չգիտեմ գյուղերը մտ բանակա թե չէ։ Հա, միջին թոշակ 25,000 ռուբլի է։ Շատ մեծ գումար չի, բայց էլի $300։ Բայց մենք չենք իմանում, որ ամեն քաղաք դաբավկա է տալիս։ Հա, դոտացիա են տալիս 10,000 դրամ։ Ես չգիտեմ ամեն քաղաք տալիս է թե չէ, բայց այդ խոշոր քաղաքները բոլորը պարզվեց տալիս են։ Եվ մի ամենակարևոր բան, իրենց համար տրանսպորտը ծրի է։ Իսկ ինչ վերաբերում է դեղերին, ոչ միայն դեղերին, այլ բժշկությանը, բուժօգնությանը, բացարձակ ծրի է։ Այսպես որ հաշվում եմ, նստենք սկսենք հաշվել, որովհետև մենք ուզում ենք Մոսկվան կամ Ռուսաստանը համատեղ ենթադրենք, ասենք Չեխիայի նման պետության հետ։ Եկանք տեսանք, որ իրական թոշակը Ռուսաստանում կազմում է $650 $700։ Ինչքան հասնում է։ Աճում է, բավոց։ Որովհետև թոշակառուն ի տարբերություն ավելի երիտասարդ։ Բայց նրանց մոտ էլ է մեծ ինֆլյացիա, չէ՞։ Կյանքի թանկացում Ռուսաստանում։ Հա, բայց այս պատերազմը իր Ես չեմ եկել գովալու Ռուսաստանի տնտեսությունը, շատ բաներ չեմ ընդունում։ Ես ավելի ազատական Հայաստանի տեր եմ, որովհետև ես Հայաստանի ներկայացուցիչ եմ, որը ռեսուրս նավթ գազ չունի ծախելու։ Բայց այնուամենայնիվ լսեք, իրական այս բաները, որ համեմատում ենք, տեսնում ենք, որ մենք լավ ինֆորմացված չենք։ Ինչ է տեղ ունենում։ Հասարակ բան, ասում եմ,
Բա ոնց ալն, որ Մոսկվա քաղաքը կարողանում է թոշակի դաբավ կտալ։ Գիտեմ պատասխանը, բայց ես հարցնում եմ։ Դե ասում եմ, որտեղ իր բյուջեն հերիքում է Մոսկվայի։ Սոբյանինի բյուջեն հերիքում է դրա համար։ Սոբյանին հենց արել, որ բոլոր թոշակառուները ստանում են քարտ, ծրի երթևեկում են։ Ինչքան ուզեն։ Այդ քարտը ցույց են տալի անցնում են։ Ես չեմ ասում դա շատ լավ է։ Լավ կլներ մոնետիզացվեր։ Ես այդ հայացքների տեր չեմ, բայց դա չի էականը։ Բայց լավ այդ մարդուն որտես փող։ Ինչի օրինակ Երևանը չի անում դա։ Որտեղ Տիգրան Ավիրյանը չարա, վատնա չէ, փողալ չունի որ անի։ Դրանք իրենց ունեցած փողը բաժանում են իրենց նախարար փոխնախարարներին, բան Բագրատյան։ Վերնախավին են բաժանում, ոչ թե թոշակառուին։ Մենք մի հետաքրքիր կետ ենք գալիս, որովհետև Հայաստանում տեղական ինքնակառավարում չկա։ Տեղական ինքնակառավար մարմինները ստանում են միայն գույք հարկն ու այդ տուգանքները։ Այն որ 95, 2005 եւ 2015 թվականների սահմանադրությունում նախատեսված է, որ մասանում կատարեն շահութ հարկից եւ եկամտ հարկից չկա։ Այդ բանը եղել է մենակ 90-ականներին։ Հետո դադարեցրել են։ Դուք գիտեք, որ այն օրը մենք հաշվում ենք Գյումրի քաղաքի բյուջեն, օրինակ 6 միլիարդ է։ Այդ 6 միլիարդից 3-ը իրանք եկամուտ ունեն, 3-ն են պետությունն է տալի։ Իրականում իրենց բյուջեն պետք է լիներ 27։ Իդեպ միակ համայնքապետն է, որ դիմել է դատարան, որ փողս տվեք, խախտում եք սահմանադրությունը եւ տեղական ինքնակառավարման մասին օրենքը։ Դե մարդուն տառն իրենց հավաքագրած գումարները իրենց չի մնում, չէ՞, դա իմաստը։ Չեն փոխանցում, հարկայինը չի փոխանցում իրենց այդ փողերը։ Եվ այդ մարդու տառն նստացրեցին։ Սա շատ էական է, շատ էական բան եմ խոսում։ Ինչի՞, որտեվ եթե այդպես է, ապա օրինակ ես մի ասում եղան տեղական ինքնակառավարման ընտրություններ։ Այդ մարդիկ որ գնում էին քաղաքացիական պայմանագրի կուսակցության տեխնացիային ձայն էին տալի։ Մտածում էին, որ այդ տեխնացիան չի գնա ու բյուջեն չի պահանջի։ Չէ՞ որ չի կարա պահանջի։ Բյուջեն արդեն Փաշյանի մոտ է, եթե դրանք պահանջում են, Փաշյանի մոտ բյուջեն պակասում է։ Նրա հնարավորությունները պարգևաճարներ տալու պակասում են։ Սա է խնդիրը։ Սա պիտի ընդդիմությունը նույնպես ցույց տա։ Ընդդիմությունը պիտի ցույց տա։ Շատ են ասում են, բարժի որ բոլորին այտենց ազատություն տակ փողի։ Ասում են, բա ոնց էր 90-ականներին։ Օրինակ աղքատ էինք, այո, նոր սկսում ենք ոդկա անել, 94-ին աճ հայտնվեց, 95-ին հիշում եք խանութները սկսին սարքել, բանալ եւ այլ։ Ասում են, ոնց էր օրինակ Դիլիջան քաղաքը մրցում Իջևան քաղաքի հետ։ Մրցում էր, ասում են, ես ավելի սիրուն եմ։ Պիտի իհարկե նաև այդ եթե ազատություն ես տալիս, երբեմն կարող են գալ, բայց ես դες բան չեմ հիշում։ Ես այսքան ժամանակ տեղական ինքնակառավարման մարմիններում չեմ հիշում, որ մի հատ լկտի բանի բերեն դարձնել իրենց ղեկավար։ Ավելին կարող է եւ գա քրեական եղել է որ քրեական մշակույթի մեկը եկել լալը, սկսել են նայել այդ քաղաքը, հասկանում։ Հիմա հետ են ընտրում։ Իսկ ով ավելի վատ է եղել, քան թե Փաշյանը։ Ոչ մեկ։ Որ ընտրել ենք։ Որը թքած ունի ժողովրդի վրա, որը բանը հասնում է նրան, որ հայտարարում ասում է, թոշակառուն փողից ինչ հասկանում, որ իրան փող տան 10,000 դրամից ինչ հասկանում։ Կարող եք ինձ բացատրել։ Բոլոր դեպքերում մենք չենք կարծում, որ, չգիտեմ, օրինակի համար Բերթում Շամշադինում հնարավոր չէ, որ մեկը գա մտածի իր համայնքի բնակիչների բանի մասին, բարեկեցության մասին, այնտեղերում ավելի են ռազմորկանում։ Այո, հաստատ։ Իհարկե ոչ ավելի լավ գիտենով կարա լավ ղեկավար իրանց համայնքը։ Հայտարարի ընդդիմությունը, ես չեմ ասում, այդ թեզը նախընտրական թեզ չի կարող լինել, մարդը չի հասկանում, ժողովուրդը հիմա այս խոսակցությունը ես ձեզ բացատրեցի, մեծ մասը գուցե չհասկանա։ Այո, իրանց համար։ Բայց ես որպես մասնակից ուզում եմ հասկանալ, տղեկ, ինքը որ լավ աշխատի, փող ունենա, տալու եք իրան, օրինակ, ինքը Գյումրիից եկել է Երևան աշխատում, բայց գրանցված է Գյումրիում։ Հարկայինը, երբ որ իր եկամտարկը ստանա 30% կամ 40% կամ 50% Գյումրի ուղարկելու թե չէ։ Որ դրանից հետո շահագրգռված լինի, որ Գյումրիի նոր համայնքապետը կամ Եշմիածի համայնքապետն ասել, «Արա իմ գործը մենակ քաղաք մաքրելը չէ։ Ես ստեղծում եմ պայմաններ, որ մարդը գա բիզնես տնի։ Պայքարեմ բիզնեսների համար»։ Սա կարևոր է։ Այո, շատ կարևոր է։ Իսկ ինչ կարծիքի եք այս մեր ձևովի վերջի առաջարկի մասին, որ այսինքն վերջ չէ, բայց անդադ խոսում են այդ մասին, որ փոքր բիզնեսին ազատելու են բոլոր տեսակի հարկերից։ 0 հարկ փոքր բիզնեսին։ Այդ գաղափարը այդ հարցը շատ հարթություններ ունի այդ հարցը։ Ես իշխանած լավ տեղակ չեմ, իրանք ինչ մասով են առաջարկում։ Նախ պիտի հասկանանք փոքր բիզնեսը ինչ է հասկանում։ Եթե խոսքը վերաբերում է միկրո բիզնեսին, այո։
Միկրոբիզնեսը, փոքր բիզնեսի այն հատվածը, որը վարձ ու աշխատող Ինչ որ չունի։ միջև մի շրջանառությունը կֆիքսեն, չէ՞, այսքան հա, միջև այսքան նայեցի շրջանառություն շրջանառություն ֆիքսում։ Բայց եթե նույնիսկ այս շրջանառությունը ֆիքսում են, մարդուն պետք է տալ լիցենզիա, իրավունք։ Հիմա կարող եք այդ լիցենզիան գինը էժանացնել, ավելացնել։ Իսկ ընդհանուր առմամբ, ասենք, եթե բռնես բոլորին նախ շրջանառության հարկը շրջանառություն ցանելը կամ այդ փոքր բիզնեսին շրջան տալը, ես նորից եմ կրկնում, դա կարող է հետևանքներ ունենա։ Դրա համար բյուջեն նվազի նկատի ունեք, հա, բյուջեի վրա ազդի։ Որովհետև ինձ պետքա ցույց տան, ես մասնակից եմ, ինձ պետք է իսկ անցումը ոնց կստացվի։ Այո, հայտարարվում է, որ բոլորը կտեսնեն, որ դա լավ է, կսկսեն ավելի լավ աշխատել, ես այդպես չեմ մտածում։ Այդ 3 տարի հետո, 4 տարի հետո, 5 տարի հետո, բայց այդ մինչև այդ 3 տարին։ Ինչքան ես եմ հասկանում իրենց, ես լավատեղակ չեմ, ավելի լավ իրենց հարցնեք, բայց իրանք ավելի շուտ խոսում են միկրոբիզնեսի մասին, գուցե, կամ փոքր բիզնեսի ավելի փոքր հատվածին։ Բայց եթե վերցնեն, ասենք, մինչև 200 միլիոն կամ 115 միլիոն կամ 120 միլիոն բոլորին ազատեն, պետք է ցույց տան այդ բյուջեն ինչ է։ Այդ իրանք Ինչ որ ասացին, թվեր էին ասում, կարծեմ ես Կարապետյանին ասվում էր 2%, ասում էր, այո, դրանք 2%-ն են չէ, ապահովում։ դա տես չի, իրանք ուղղակի հաշվարկով են 2%-ն ասում։ Բայց կա անուղղակի հաշվարկ։ Հասկանում եք։ Բայց դա հիմա պարզ է, որ քաղաքացու հարկային գույքային բեռը ավելացել է այս իշխանության ժամանակ։ Հիմա գույքը հարկն են բարձրացրել, կարմիր գծերի գներն են բարձրացրել, չգիտեմ, դատա հանդիմելու նույնիսկ բաներն են, турքերն են բարձրացրել։ Դուք սկզբից ինձ հարցեցիք, ինչքան հնարավոր ավելացնել։ Մեր բյուջեն եկամուտներով կազմում է Փաշինյանի օրոք 24%։ Այդքան հարկեր ավելացնելուց հետո հնայի 24%։ Ծախսերով կազմում է հնայի 26%։ 26 թվից սկսած 27-28 թվերին տարեկան 0.1% այդ 24-ը կավելանա։ Ես ուզում եմ ասել, որ այդ բյուջեն միջին է Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, ես վերցնում Սերժ Սարգսյանը, որ այնտեղ նախորդել է։ Վերջինն էր, այո։ Եղել է 22.5%։ Այսինքն այդքան խոսալու վրա, որ ինքը ասում է ստվերային տնտեսություն բարելավ, 1% է փոխվել։ Այո, փոխվել է, բայց դա էլ չի նշանակում, որ լավ է, որովհետև քանի որ տնտեսության ծավալները դոլարային արծաթ մեծացրել են, ուրեմն ստվերը ծավալով ավելի շատ է, քան թե Սերժ Սարգսյանի իշխանության օրոք։ Ես իմ հաշվարկներում չեմ թույլ տալիս ինձ, որ ասենք ես հաշվարկում եմ, ասենք ես ասում եմ տղեկ լսպասեք, այդ ինչքան աշխատավարձ կբարձրացնեք, թոշակ կբարձրացնեք, դրանք ինչքան փող է գալի բյուջե։ Բյուջեն ես եկամուտներով 25% է, եւ մեր լաբորատոր աշխատանքը, ես կրկնում եմ նույնիսկ, մենք անդադ լաբորատոր ինչ որ մի հատ աշխատանք ունենք, բոլորը հաշված։ Այն աշխատանքը, որի երեկարություն 400 էջ է։ Երեխեքը հաշվում են, արտադրական ֆունկցիա, մաթեմատիկա եւ այլն, մենք դուրս են գալի ամենաշատը 26.5% վրա ծախսերով։ Եկամուտներով 25, ծախսերով 26.5% հարկերի վրա։ Հիմնականում դա գալիս է նրանից, որ մենք փորձում ենք հավասարացնել հարկային դաշտը։ Օրինակ, ասենք շահույթը բանկերից ու ֆինանսական կազմակերպություններից այդ հարկումը դա մենք մեծացնում ենք։ Շահույթ հարկը դնելով 35%։ Այո, այդ դեպքում բանկերում կլինի ոչ թե 500 միլիարդ շահույթ տարվա վերջում, այլ կլինի 350։ Իսկ տնտեսությունում կլինի ոչ թե նորից 500, ասենք բանկերի չափ, այլ կլինի 650։ Հասկանում եք։ Այսինքն ռեզերվային բաներ կա, որ դուք տեսնում եք, որ կարելի է փոխել եւ պետությունը տնտեսությունը։ Մեկ ուրիշ ավելի լավ կարա տեսնի, ես հիմա մարգարետ չեմ այդ հարցերում։ Ընդհանրապես եւ այդ տնտեսագիտական հաշվարկները, հատկապես երբ որ արտադրական ֆունկցիան է օգտագործում, բազմատարբերակային են։ Ես օրինակ գերադասեի այդ տարբերակը։ Հետո մեկ էլ նայեք, պարոն Բագրատյան, երևի դրան էլ անդրադառնանք։ Արտահանումը քչացել է, ներմուծումը շատացել է, արտադրություն չկա։ Այո, առևտուրը Ռուսաստանի հետ շատացել է, Եվրոպայի հետ նվազել է։ Բոլորը բացասական զարգացումներ են։ Ես ասում եմ, որպեսզի եւ Հայաստանը մեր ձևով է եւ ընդդիմադիրներ հասկանան, որտեղ է մեր իրանց ռեզերվները լինելու։ Առաջին տղաներ։ Այդ կൂട്ടակայինը, որ դուք 45 տարով տալիս եք, մի շարունակեք։ Կապիտալիզացիան ամեն տարվա արժեքի ավելացումը 14-ից 22 թվին եղել է 0.1% եւ որ գնաճն եղել է 45%։ Դա մի բլեֆ է։ Այդ ամունդիներն ու բաները ինչ պետք է անեք, անպայման իջեցնեք մինչև 10 տարի, կապիտալիզացիան 45-ի փոխարեն 10 տարուց հետո թույլ տաք մարդը իր փողը վեկալի կամ չի փողը վեկալ շարունակում ավելի լիգոտնի պայմաններով։ Այստեղ դուք կունենաք 150 միլիարդի էկոնոմիա։ Բացի դա, դուք մասնավոր հիմնարկը իր աշխատողին ապահովագրում եք, դուք հետ պետական բյուջեից փողը տալիս։
Տես, ես պիտի հաճելի բան ասեմ, չէ՞ ընտրության ժողովրդին, բայց ասում եմ անհաճո բան եմ ասում, բայց ես ասում եմ հաճելի բան պետության համար, ընդհանուր շահի տեսակետից։ Հաջորդը։ Տղեկ, եթե 2013-17 թվին ամեն տարի պետական պարտքի սպասարկման համար ծախսվում էր 120 միլիարդ, հիմա ծախսվում է 420։ 300 միլիարդը դե կորցնում եք։ Եկեք դուք մենք մտածեք, այդ պետական պարտքը վերցնեք, թե չէ։ Օրինակից մոտ պետական պարտքը մենք նկատում ենք, որ չնայած այդ լարվածին ու լավ եկամուտների ավելացմանը, մենք ստանում ենք 445,000 դրամ միջին աշխատավարձ եւ 120 դրամ 1000 դրամ թոշակ։ Այս բոլորին համար պետական պարտքը հաջողվում է իջնել մինչև 48% հնայի նկատմամբ։ Ես չեմ ասում վերացնել, աննայել։ Իհարկե, աննայել է, բարձր։ Բա մարումը։ Եթե 2013 թվին մարման վրա գրում էր 150 միլիարդ պետական մայր գումարի մարմանը 1 տրիլիոն դրամ։ Եթե ես իր այսօրվա բյուջեի ծախսերից 3.6 տրիլիոն այդքանը հաստատված բյուջեն 26 թվի համար հանում եմ ես արտաքին պարտքերի սպասարկումը իր բյուջեն ավելի փոքր քան 17 թվին է։ Ո՞ղ կա, բայց քայլագարի պես վարկ են վերցրել այս տարիներին։ Հաջորդը։ Ես օրինակ գտնում եմ, ես նորից ընդդիմություն եմ ասում Իմ գնահատմամբ, ես չեմ կարող ճշգրիտ գնահատեմ, որտեղ հնարավոր չի հաշվապահորեն ֆիքսել, տարեկան առնվազն 50 միլիարդ գնում է այդ նախարարությունների շեֆերին պարգևավճարներ տալ։ Ես կարծում եմ պետք է անցնել ստանդարտ մեխանիզմի 13-րդ աշխատավարձ կամ մի հատ էլ բոնուս։ Իրանք ամիսը մեծ առաջ էր։ Այդ դա կբերի առնվազն 40 միլիարդի բան։ 40 միլիարդ դրամի այդ տնտեսումը հերիք որ 10%-ով մենք 500 միլիարդ ամեն կենսաթոշակական ֆոնդը 10%-ով կենսաթոշակներ բարձրացնում մենակ տեղից։ Եվ վերջապես երրորդ էս եկամտային հարկի զեղ չհաշվին, այս բնական է սինուսկություն։ Մարդկա ոչ մի բան չունի, մարդկա իր երրորդն է սարքում։ Բնականն էլ չբնակեցվում։ Այն պայմաններում, երբ որ երկրում 109 միլիոն քառակուսի կիլոմետր բնակ մակերես կա։ Դատարկում ենք աղթանան, հա? Բերում ենք այստեղ Երևան, ասում ենք, արի, դու եկամտային հարկի զեղչի մատերիալ ես, արի մի հատ գործ տանք, եկամտային զեղչի հաշվին սարքենք տուն, այդ տունը փաստորեն բյուջեի հաշվին է սարքում այս բոլորը, այս մարդիկ։ Եվ սարքողները հիմնականում կապալառուները ԿՊ-ից են։ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն են։ Հասկանում եք։ Այս որ տեսնում ես, այս իմ ասացի վրա մենակ 500 միլիարդի էկոնոմիա ստացվեց։ 400 միլիարդ, լավ թողնի։ Ես սրա վրա ուշադրություն պիտի դարձնեի։ Եվ վերջապես, այո, կարելի է նույնիսկ ավելի մեծ եկամուտներ աչքով ստանալ, քան թե ես հնարավոր եմ համարում իմ հաշվարկներում։ Պետք է դրանից էլ զգուշանալ։ Հասկանում եք, այնուամենայնիվ մենք պետք է հնայի մեջ սպառման, կա հնան բանա, կուտակման ու սպառման գումարը տալիս է հնան։ Մենք կուտակման տեսակարգը 15% է, հնան սպառմանը 85։ Մենք պիտի դարձնենք 70-30 կամ 65-35։ Չինաստանը 50-50 է։ $2 չինացին աշխատում է, $1 պետություն ասում այս վերկալ քեզ աշխատավարձ գնա ապրի, այս $1 ներդրում եմ անում։ Եվ այդտեղից առաջացվել է sharing economy գաղափարը, որը կարծեմ հենց բաներն են առաջ քաշում քաղաքական ուժերը, կիսվենք հաջողությամբ, բիզնեսով կիսվենք։ Հետագա հարստության բոլոր դեպքերում աշխատում այդ միտումը Ամերիկա, Ռուսաստան, Հայաստան, Եվրոպա հարուստներ ավելի են հարստանում, աղքատներ ավելի են աղքատանում, եւ միակ փրկությունը ձևը այսօր տվել է չինական տնտեսագիտությունը կիսվի հաջողությամբ աղքատի հետ։ Մի մեծացրու անդունդը քոյ աղքատի մեջ, հետևիցը տար աղքատին հարուստ։ Այո։ Սա օրինակ մի բան է, որը ավելի հումանիտար է, ավելի սոցիալական է, այո։ Չէ, դա կոչվում է sharing economy, sharing economy։ Դա ունի տեսաբաններ, ունի գիտնականներ, իհարկե նրանք Նոբելյան մրցանակ չեն ստանա, որտեղ Նոբելյան մրցանակ ստանալու համար ավելի հաճախ պետք է լինես անգլոսաքսոնական քաղաքակրթությունից։ Հասկանում եք, թեկուզ եւ գրածը չլինի շատ մեծ, շատ հաջող բան։ Չնայած նրանց մեջ էլ կան շատ հաջող տնտեսագետներ։ Բայց օրինակ այնպեսի խոշոր տնտեսագետ Նոբելյան մրցանակի դափնեկիր Պոլ Կրուգմանը, որը կարծեմ Օբամայի երկար տարիներ խորհրդականն էր, հրաշալի մտավորական, կամ Նոբելյան մրցանակ չստացած Ջեֆրի Սաքսը, որովհետև իր քաղաքական հայացքների համար չեն թվնա, շատ լավ բաներ է գրում։ Հա, կամ հա, ապա նրանք ասում են, որ ախպերս, սենց չի կարա շարունակվի։ Հարստությունը, չեմ ասում եկամուտները, ավելի քան եկամուտները կենտրոնացվում է։ Եվ սա ստեղծում է կոնֆլիկտ հասարակությունների մեջ։ Հասարակությունները սկսում են ատել հարուստներին, ատել հարուստ ղեկավարներին։ Հաշտությունը դառնում է ատելության պատճառ։ Այո, դառնում է պատճառ չկա։ Եվ դա բոլոր հասարակություններում այդպես դրա համար այդ ուժերը որ գալիս են, հատկապես մեր ձևով շարժումը կարա հանգիստ ինքը ինչ է ասելու, ինքը կարա հանգիստ ասի ախպեր, մենք ունենք հարուստ ենք, մենք կարան գնաց անենք, որ մենք ավելի հարստանանք, բայց դուք էլ հարստանաք։
Սա մի բան է, որը չի անում ԿՊ-ն։ ԿՊ-ն ուրիշ բան արեց։ Ինչ որ մեկը պետք է հարստանա եւ դա պետք է լինենք մենք։ Այս դեվիզը պետք է փոխեն, այդ դեվիզը, որ մենք կարանք այնպես անենք, որ դուք էլ հարստանաք։ Ոչ թե պարզապես յոլա գնաք, կամ ձեր փողը հերիքի հացին ու էլեկտրաէներգիայի բարձրամջարին, այլ որ հարստանաք։ Այս լույսը պետք է տալ։ Մարդը այսօր քիչ է համարում հաց, մաս թողում գնում են։ Նայեք վերջի ժողովրդագրական տվյալները։ Նորից երկրի բնակչությունը 25 թվականի իդեպ ավելացել է 26000, բայց 90%-ը հաշվի հնդիկների։ Այդ հնդիկներն արդեն ստե երեխաներ են ունում, ստեղ ամուսնանում են։ Այդ թվում երբեմն նաև հայերի հետ։ Դրանք արդեն պիտի քաղաքացիություն տա, ստեղծվում է մի հատ խոշոր համայնք, որ առաջ չկան։ Եվ ոչ ոքի դեպ դրանով էլ չի զբաղվում, ինչ կլինի 10 տարի հետո։ Ես բան չունեմ ասելու, մենք էլ ենք գնում, մենք ուզում ենք Ռուսաստանում կամ ռուսներն են գալիս։ Իրաց քաղաքացիություն ստանալու պրոցեդուրաները պիտի բարձրացվեն, հեշտացվեն։ Կամ էլ չենք հեշտացում։ Ձեզ կմեղադրենք, ասեն, ուզում եք դեմոգրաֆիական պատկերը փոխել երկրի։ Լսեք, ի՞նչն եք մեղադրում։ Այդ մարդիկ արդեն 120,000 հոգի ապրում է։ Անցյալ տարի մենակ 1000 քանի հարյուր իրենցից երեխա է ծնվել։ Այդ երեխան դու գնալուց ես դու քաղաքացի չես։ Չէ, բայց դու չես բողոքում, երբ որ գնում ես Գերմանիական Ռուսաստան։ Դե հիմա տեսեք, նույնիսկ արցախցիների հետ քաղաքացիության հարցերը չեն լուծում։ Գիտեք, չէ՞, ձգձգում են, փաստաթուղթ չեն տալիս, որ ընտրության բայց այն մարդը չմասնակցեն։ մի տարի առաջ ստեղծվել է, բնականաբար պիտի քաղաքացի համարես իրան։ Դու իրան տալիս ես քաղաքացի, արցախցուն չես տալիս։ Հիմա ես սխալ եմ։ Չէ, ճիշտ եք։ Իսկ դուք ուզում եք անպայման թուրքեր լինեն այդ քաղաքացիները։ Վաղը մի քանի 100,000 թուրքի են տալու։ Իրանք տենց են ուզում։ Եթե չանեն այն ինչ ես եմ ասում, վաղը մի քանի 100,000 հարկի եւ ժողովուրդը պիտի այսքան բան հասկանա։ Ինչեք լարվում, ասինքն եթե այդ երեխան եկել է ստծնվել է, հնդիկ ամուսինն եկել աշխատում են երեխա ծնվել, քաղաքացիություն պիտի տակ թե չէ։ Այո, եթե Վայ թե չէ, հակամ չէ։ պահանջում Ես են, փակ հարց եմ տալի, փակ հարց են արտան, որի պատասխանը հակամ չէ։ Ես փակ հարց եմ տալիս։ Բա հետո բա դուք եք նեղանում, որ ձեզ գնում են Ռուսաստան քաղաքացիություն չեք տալի կամ Գերմանիա։ Խիդ այսօր ամուսնուդ հետ գնաս արտակարգես Գերմանիա մի ամիս հետո երեխա ունես, այդ երեխան արդեն քաղաքացի է։ Նույնիսկ ամենադաժան երկրներում, որոնք փորձում են հետևել այս բոլորը, նույնիսկ Անգլիայում, նույնիսկ Շվեյցարիայում։ Իհարկե լավ կլինի մեր հայրենակիցները վերադառնան եւ Հայաստանում ապրեն, ոչ թե դրսում քաղաքացիություն փորձեն ստանալ։ Երբ որ այս բոլորը կանեք հայրը կվերադառնան։ Հայրը կվերադառնան։ Ես չեմ կարծում, որ հնդիկները են տարներ, որոնք այստեղ բնակչության մեծամասնություն կարող են երբևիցե կազմել։ Եվ այդ առումով իրենց ես վտանգավոր չեմ ապրում, բայց պետք է զգուշանալ դեմոգրաֆիական փոփոխություններից։ Եթե իրանք չլինեն ու եթե հայերը չգան, այստեղ կգան թուրքերը, արդեն ուզում են գան։ Հիմա ընտրեք, ո՞րն եք ուզում։ Այո, դե հարգելի հեռուստադիտողներ, սրանով էլ ավարտենք մեր հաղորդումը, ընտրեք։ Լսեցիք, պարոն Բագրատյանը շատ հետաքրքիր ներկայացրեց սխեման առաջիկա ընտրությունների եւ ընդդիմության անելիքների։ Այսօր այսքանը, կհանդիպենք։